արեգակնային համակարգի կառուցվածքը, ուսումնասիրել ենք արեգակնային համակարգը, մենք տեսանյութը դիտելուց հետո կկատարենք հարցերով ամփոփում, այնուհետև դուք կաշխատեք և կներկայացնեք համակարգի մոդելները, տարբեր խմբերի աշխատանքները։ Արեգակնային համակարգ։ Արեգակնային համակարգը բոլոր օբյեկտների ամբողջություն է, որոնք հետագում են արեգակի ազդեցությանը։ Արեգակնային համակարգում առաջինը պետք է աստղը, արեգը, որն արեգակնային համակարգի ամենածանր օբյեկտն է, եւ ընդունված է համանել արեգակնային համակարգի կենտրոնը։ Ես դրա շուրջը կգտնվում ավելի փոքր մոլորակները, հետո գալիս են յոթային 4 դասի մոլորակները, դրանք են առաջինը հենց Մերկուրին է, որն արեգակնային համակարգի ամենափոքր եւ ամենից որ գտնվող մոլորակն է, Վեներայի շատ մակերուկն է ստեղծվում ջերմոցային էֆեկտի միջոցով, որի ջերմաստիճանով մակերուկային շատ բարձր ջերմաստիճանի, մոտավորապես 500 աստիճան ըստ Ցելսիուսի։ Երկիրն ամենամեծ տիպների մասի մոլորակն է, նրա մակերուկի մենք հայտնաբերում ենք ենթալի օրգանիզմներ։ Նա նաև ունի մեկ բնական ալբանյակ, որը գտնվում է նրա շուրջը։ Վերջապես գալիս է Մարսը, որն արեգակնային համակարգից ամենահեռու գտնվող կենտրոնային մոլորակն է։ Մարսն ունի երկու բնական ալբանյակ, Ֆոբոսը և Դեիմոսը։ Մարսից հետո գտնվում է աստրոիդների մեծ գոտի, որոնք կազմված են հարյուր հազարավոր քառակուսի կենտրոններից, որոնք կարող են երկրի մտքեր իրենց գույցերը և հասնել երկիր որպես երկնաքարեր։ Աստրոիդների գոտու հետևում գտնվում են գազային 4 մոլորակները, որոնք նման են Մարսի, սակայն դրանք գազային ստաբիլներ են, որոնք հավաքված են խիտ միջուկի շուրջը, որպես մոլորակներ։ Գազային մոլորակներից առաջինը դա Յուպիտերն է, որն արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է, Յուպիտերն ունի ավելի քան 67 ալբանյակ, ինչպիսին է օրինակ Եվրոպան, և Գանիմեդը, քանի որ Յուպիտերը շատ ավելի մեծ մոլորակ է, դրա թվականություն ավելի մեծ է, հետո գալիս է Մերկուրին, մի ավելի փոքր մոլորակ է և շրջապատված է օղակներով, այն օղակները կազմված են քարկերով բեկորներից և սառույցներից, Մերկուրի միակ մոլորակը չէ, որն ունի օղակներ, սակայն նրա օղակները ավելի շատ տեսանելի են, քան մնացած մոլորակների դեպքում։ Մոլորակներին պատկանում նրանք ևս ունեն տարբեր եւ շատ թվով օղակներ, որոնք որ շատ դժվար է տարբերելը։ Ուրանը իր հերթին ունի 30 ալբանյակ, իսկ Նեպտունը գազային մոլորակներից ամենափոքրը ունի 20 ալբանյակ։ Նրանցից բացի գազային եւ երկրային մոլորակների թվից արեգակնային համակարգում կան նաեւ բազմաթիվ կաջաճ մոլորակներ, որոնք որ գտնվում են տարբեր օբյեկտներում։ Թզուկ մոլորակները մենք կարող ենք տեսնել եւ գտնել արեգակնային համակարգի տարբեր դիրքերում, սակայն կա մի այսպիսի դիրք աստերոիդների գոտին է այն, ինչպես նաև կա մի գոտի, որտեղ նույնպես գտնվում են բազմաթիվ թզուկ մոլորակներ, այն անվանում են Կոյպերսի գոտի։ Կոյպերսի գոտու հետևում հենց գտնվում են տարբեր ավելի փոքր օբյեկտներ եւ մոլորակներ, որոնք որ կազմում են օպերա ամպը եւ նրանք մտածում են արեգակի շուրջը մինչդեռ ավելի հեռվից, նրանք ավելի մեծ են քան սովորականները, սակայն ավելի փոքր են քան սովորական մոլորակները, սակայն ավելի մեծ են քան աստերոիդները։ Ինչպես նաև բազմիցս ուսումնասիրվել է արեգակնային համակարգի կառուցվածքը, չափերը, սակայն դեռևս չի տրվել միևնույն հստակ սահման, որ տրված է թե արեգակը որտեղ է ավարտվում, արեգակնային համակարգի սահմանը որտեղ է։ Սակայն կա մի այդպիսի կետ, որը որպես սահմանում դեռ ասել են, տարբեր դարերից ասել են, սակայն դա հաստատում չէ։ Արեգակնային համակարգը ինչ որ սահմաններով դնել մենք չենք կարող, քանի որ կան շատ օբյեկտներ, կան շատ մոլորակներ, որոնք որ հայտնաբերված չեն, եւ այն չի կարող ավարտվել մեզ հայտնի մոլորակներով, քանի որ այն հսկայական համակարգ է։ Այդ չափերը պատկերացնելու համար կարող են դիտարկել, որ այն գտնվում է առնվազն 100,000 անգամ մեծ է, քան երկիրը արեգակից բաժանող հեռավորությունը։ Քանի որ մենք արդեն նախորդ բաժանվել ենք խմբերի եւ կան նաեւ պատրաստած աշխատանքներ, պատրաստել եք դուք արեգակնային համակարգի մոդելները եւ կիսատ է մնացել, մենք հիմա միասին կավարտենք ամբողջական կդարձնենք մեր աշխատանքը եւ կներկայացնենք յուրաքանչյուր խումբ իր արեգակնային համակարգի պատրաստած մոդելը, թե ինչ տարբերակով եք դուք պատկերացրել, որ մոլորակը ինչ ձևով եք պատկերացնում եւ կներկայացնենք դուք ձեր աշխատանքը։
Արեգակին ամենամոտ մոլորակի եւ Մերկուրի Ուրա Մերկուրի Կայացրել կարող այդպես, շատ լավ աշխատանք, շատ լավ է։ Տեսնենք երկրորդ փուլը, ներելով արեգակների համակարգում օգնել է եւ որ խնդրեմ կթվարկես մոլորակները Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Մերկուրի հայերեն անվանումը փայլածու արեգակից լինի միջին հեռավորությունը 97.9 միլիոն կիլոմետր է, իսկ մակերևույթի մակերեսը օրվա ընթացքում պլյուս 430 աստիճան Ցելսիուս է, իսկ գիշերվա ընթացքում մինչև մինուս 150 աստիճան Ցելսիուս։ 18-ական բոլորային վրա եղանակային փոփոխություններ տեղի չի ունենում, դա պայմանավորված է նրա նախ եւ առաջ պայմանավորված է նրա դանդաղ շարժումով, հետո մթնոլորտը ավելի խիտ է, իսկ այնուհետև այն ավելի բծվում է արեգակի շուրջը եւ այդ պատճառով եղանակային փոփոխություններ այդքան էլ լավ տեղի չի ունենում։ Մթնոլորտի բացակայությունը Մերկուրին գրեթե չունի մթնոլորտ, միայն նոսու զանգվածի հետքերը, որը անկարող է պահպանվել ջերմությունը կամ հավասարաչափ բաշխել այն։ Դանդաղ պտույտ մեկ օրը մեկ պտույտը առանցքի շուրջ տևում է 58 երկնային օր, ուստի ցերեկային կողմից երկար ժամանակ տաքանում է, իսկ գիշերային սառչում։ Արեգակի մոտիկությունը, քանի որ Մերկուրին արեգակի ամենամոտ մոլորակն է, ցերեկը ջերմաստիճանը հասնում է +430 Ուրանի կապտավուն գույնը պայմանավորված է նրա մթնոլորտում մեթանի առկայությամբ, որը անդրադարձնում է փոքր ճառագայթները։ Նեպտունը հայտնաբերվել է 1846 թվականին նախապես կատարված տեսական հաշվարկների հիման վրա։